դե ինչ, քանի ինձ չաթում ամուսնացնում էին շատ ակտիվ, մենք դիմավորեցինք մեր հյուրին, մեր լավ ընկերոջը, պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աբրամյան Տիգրանին, ում հետ ունենք քննարկելու լիքը կարևոր հարցեր։ Իրականում տիկ մինչև եթերը սկսելը ասում էի, որ սպասում էի քեզ տեսնեի, քո հետ մի քանի կարևոր թեմա է ուզում քննարկել բանակի վերաբերյալ։ Առաջինը ես տեսա քո արձագանքը, որ ամբողջովին համահունչ էր իմ ռեակցիային, երբ որ ես տեսա այդ PR ռոլիկները Պաշտպանության նախարարության, որտեղ չափից շատ բաց ցուցադրվում են մեր հենակետեր, ներքին ինֆորմացիա տրամադրվում է, որը չարժի առհասարակ հանրայնացնել եւ ոնց որ ուզում էի թեմային անդրադառնալ, տեսա քո ստատուսը, ասի լավ, մի անգամից շեյր անեմ, որովհետեւ տիկոս աղասեց։ Խնդրում եմ, արի մի հատ սկսենք դրանից այդ նախընտրական PR-ի համար ազգային անվտանգության վերաբերյալ այսպես խոցելի շատ բաներ անելու ռիսկերն ու վտանգները մի կողմ թողնենք, որ տարածաշրջանում պատերազմը մեր պաշտպանության նախարարը ավտոբուսի մեջ ապարում է, երկում է եւ ես հիշեցի եւս մեկ պաշտպանության նախարարի ապարելը պատերազմից առաջ։ Կամուրջի վրա, այո։ Սկսենք այդ PR բաներից, կոմպոնենտից, հետո կամաց գանք դեպի առհասարակ, այո, հողի վրա։ Ինչա կատարվում։ Գիտեք, առհասարակ առաջնագծում, զորամասերում, ռազմական օբյեկտների հետ կապված կա անվտանգային միջոցառումները շատ մեծ ցանկ, որով հստակ գրված է, որ դեպքում ինչ կարելի անել, ինչ չի կարելի անել։ Ու վստահ եմ, որ իրենք դրա մասին գիտեն, եւ այս արարքը գիտակցված է։ Դե առնվազն գոնը մի քանի հոգի կգտնվի պաշտպանության նախարարությունում, որը հələ հիշում է։ Արեք պատկերավոր ասեմ, որ ավելի հստակ կլինի բոլորիս համար, մեծ դիտողների համար։ Ես առիթ ունեցել եմ մի քանի տարի առաջ, մի քանի գործընկերների հետ գնալու այդ ամրացման շրջանները, որը այդպես մանրամասն կառուցվածքային հնարավորություններով, ֆունկցիոնալ հնարավորություններով ցուցադրվում էր։ Այն ժամանակ մեծ սկզբանե զգուշացվել էր, որ նույնիսկ լուսանկար չի կարելի անել, ես չեմ խոսում հրապարակելու մասին, առասարակ ես խոսում եմ լուսանկարել անել կամ չանելու մասին եմ խոսում, եւ նույնիսկ դրանից հետո, այդ այցից հետո ես հիշում եմ, որ ես Սերյան Օհանյանը, Գեղամ Մանուկյան միասին համատեղ հայտարարություն էինք, գրություն էինք նախապատրաստել, չէինք տարածել, գրություն էինք նախապատրաստել այդ այցի հետ կապված, տվել էինք խոցելությունը, խնդիրները եւ այլն եւ այլն։ Այդ միջոցառումներից մեկը վերաբերում էր այդ ամրացման շրջանների արտաքին հատվածին, այսպես կոչված հակադիվերսիոն միջոցառումների իրականացման անհրաժեշտությանը։ Հիմա այդ ժամանակ մի 2 տարի առաջ ցերանից պաշտպանության նախարարությունը արձագանքեց, որ եթե մենք տենց դրսից որևէ միջոցառում անենք, հակառակորդը կֆիքսի, կիմանա, որ դա ռազմական օբյեկտ է, բան, ասես մի հատ մեծ լավաշ էլ է սրա մասին։ Հեսա կասեմ այս ընթացքի ինչի համար եմ այսքան երկար ասում։ Վերջը, հիմա մենք բացատրեցինք իրենց, որ այդ կառույցները, որոնք դուք պատրաստում եք, դրանք գտնվում են հակառակորդից 1.5, 2-3 կիլոմետրի վրա, լրիվ տեսանելի դաշտում։ Տեղ տարուկես 2 տարի աշխատանք է իրականացում եւ հակառակորդը ակնհայտորեն գիտի, որտեղ ռազմական որևէ կառույց է բանում։ Իհարկե դրա դետալները կարա չիմանա, բայց ինքը տեսնում է, ինչքան փոս է արվում, ինչքան բետոնի մեքենա է գալի գնում, ինչ կոնստրուկցիաներ են բերում եւ այլն եւ այլն։ Մեզ ասին չէ, մենք դա չենք անում եւ այլն եւ այլն։ Հիմա այդ առաջին բանը ես որ տեսա այդ տեսանյութի հանրայնացումից, ես առաջին հիշեցի այդ հանգամանքը, որը մեզ նույնիսկ չէր թույլատրվում նկարել։ Մենք ասում ենք այդ դիմացի հատվածում միջոցառումներ պետք է իրականացվի, իրանք ասում են չէ, պետք է արտաքին մասից ոչ մեկ չիմանա այդ ինչա բան եւ այլն։ Հիմա իրանք դրել են ներսից, դրսից, որտեղից հնարավոր է նկարանում են արել։ Հիմա նայեք, ինչ հարցաստեղ առաջանում։ Այսօր Ադրբեջանը մեծ գնումներ է անում Իսրայելից։ Իսրայելը ունի մեծ թվով ռումբեր, որոնք նախատեսված են տարբեր բնույթի, տարբեր խորության բունկերների համար։
Դրանք ավելի մեծերն ու ավելի հզորները ու Միացյալ Նահանգները, որոնք շատ դեպքերում նրանց տրամադրում են իրենց այդ օպերացիաների իրականացման համար։ Երբ որ դու գնում ես ռազմական օբյեկտի ներսում, որոշակի կառուցվածք ես նկարագրում, տալիս ես պատկեր, արտաքին մասով տալիս ես դրա հնարավորությունները եւ այլն, դու հակառակորդիդ համար հնարավորինս կանխատեսելի ես դառնում։ Ըստ այդմ հակառակորդի համար շատ ավելի հեշտ է կողմնորոշվելու, թե տարբեր իրավիճակներում քո ռազմական օբյեկտները խոցելու համար ինչ կարող է պարզապես այդտեղ կիրառել։ Սա այս թեմայի վերաբերյալ, սա մեկ։ Երկրորդ թեման վերաբերում է այդքան չարչարկված այդ սպառազինության գնումներին, դեռ ինչքան հասկանում եմ, մայիսի 28-ին էլ որոշել են պարադանել ընտրություններին ընդառաջ, ցույց տալու համար, թե այդ գումարները, այդ 8 միլիարդից ավելի պարքը բան, որը մեր ժողովրդի շարունակին են դրել, թե իբրև թե այդ գնով ինչ են արել։ Իրականում այդ գնում 8 միլիարդը ու իրական գնումները, որը իրականացվել է, դրանք իրար այտենց առանձնապես մեծ առնչություն չունեցող տվեր են, բայց տեղ էլ երկրորդ խնդիրն առաջ գալիս։ Հիշեք, որ մի երկու ամիս առաջ էր, որ ազգային ժողովում ասացին, որ մենք խմբեր ենք տուրիստական կազմում, գնանք, ով ուզում է թող գաք միանա, գնանք ցույց տանք, տենանք, թե մենք ինչ։ Իսկ ինչու մեկը գնաց։ Իրաց քարոզիչները գնացել են։ Դա իրանք տարան են մարդկանց։ Չէ, իրական մարդիկ։ Հեսա կասեմ։ Իրանք տարան են մարդկանց, ով կեպտի գային, ասեն, վայ, չեք պատկերացին, թե ինչ ենք տեսել, ափսոս չենք կար, ասենք թե ինչ է։ Էլ չեմ ասում, որ չեն էլ հասկացել, թե ինչ են տեսել եւ այլն, բայց այդտեղ մի հատ ուրիշ զավեշ տալի բանա ստեղծում։ Այդ ժամանակ նոյեմբերին դիմում են ֆրակցիաներին, որ արեք դուք էլ տեսեք, որ տնակ մենք ինչ ենք կարա եւ այլն։ Իմ հետ են կապում մեր ֆրակցիայից, ասում են գաք, սենց բան կա։ Ես էլ ասում եմ, եթե գալու ենք տեղում դրա մարտավարժ տեխնիկան, բնութագրերը կան, բան էս կողմ ենք, խնդիր չկա։ Հետո ասին, վայ կներեք տեղերը սպառված։ Լսի, հիմա ֆրակցիայում քննարկվեց, բան դե այն հարցացում հյուսի մեջ որ ասում է մի հատ փոքր ասում ժողով արեցինք, որոշեցինք, որ այդ գործի համար ես պետքա գնամ, հիմա դե պարզ է, ես պետքա գնայի։ Պաշտպանության նախարարության ներկայացին ասի, ես կգամ, որպես նաև պաշտպանության հանձնաժողովի անդամ։ Իրենք խոսում էին զուգահեռ նաև Հայաստան խմբակցության գործընկերներ եւ այլն։ Անցա մի շաբաթ, երկու շաբաթ այնց խոսքի մեջ հիշեցեցի, բա ինչ եղա, բա ասենց էս կողմ եկամ, այտենց ոչի բան չկա։ Մեկ է տեսնում եմ այդ բանը, տեսանյութ է հրապարակում պաշտպանության նախարարը, որ սենց բան ա եղել, հենց ա եղել, ստեղ ընդեղ խոսում են, ասում են ընդդիմությունը այդպես էլ չեկավ, չգնացինք, սենց ով որտեղ հասցնում բլիժնի բոյ ա մտնում բան այդ թեմայով։ Ես միտեղ հանձնաժողովի նիստին գնացել էի պաշտպանության, չեմ հիշում, կարծեմ այդ ժամկետային ծառայության կրճատման թեմայի ժամանակ էր։ Տեղ էլ խոսած, ասում եմ, ում հետ եք, ով ա մերժել, մա թստակ լասեք, բա չէ, բան, սենց ինչ-որ ցրողական բան, սենց փախուստ բան, էս կողմ են կողմ։ Վերջ, հետո ազգային ժողով հասավ թեման։ Ազգային ժողով հասավ, երբ որ ԿՊԱ-ական պատգամավորից մեկը ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ հարցնում է պաշտպանության նախարարին, այ ասում է Աբրահամյան Տերյանը, ասում է, որ դուք արգելել եք, ինքը համաձայնվել է ու ասում է դուք արգել եք, դե հիմա հելա ամբիոնի մոտից հո չի կարող ասի, որ տես բան չի եղել։ Ստիպած ասում է, գիտեք, մենակ ինքն էր համաձայնվել, ասում է։ Դե մի օքու համար ոչ էինք տանելու։ Հիմա հասկանում ես նախ պաշտպանության նախարարությունը իմ հետ զանգել է, համաձայնեցրել է, բան արել։ 3 ամիս ինձ չի ասա, գիտես, մենակ դու ես, չենք ուզում էլ մենակ քո համար կազմակերպենք, որ ես տեղավորվեմ կամ չտեղավորվեմ։ Բայց իրանք 3 ամիս խոսում են, որ անդիմությունը տեսակ, չի ուզում գա տենա թե ինչ ենք արել, մենակ խոսում է, բան։ Վերջը, sense մի հատ Բայց հետո որ Հայաստան Դաշնքին հարցես կպարզվի, որ իրանք էլ քննարկել են, իրանցից էլ ա եղել համաձայնվող վստահաբար մարդ, որը իրանց էլ են խոսել, բայց հիմա ասում են, դու գիտես, հիմա մենք ասում ենք մեծ խմբերով ենք տանում, դա ինքը մենակ, բան եւ այլն, այսինքն ինչ է նշանակում մեծ խմբերով։ Նախ մեր ֆրակցիան ու Հայաստան խմբակցությունը իրար հետ գումարենք էլ 50 հոգի չի կազմելով, բայց երկրորդն ով է տես բան տեսել, հո ցուցահանդես չի, բան չի։ Պետք է գնան այն մարդիկ, ովքեր շատ թե քիչ տիրապետում են դրան։ Հիմա ամեն ֆրակցիայից կոնկրետ մարդիկ կան, որոնք կարան գնան տեսնեն գնահատողական, վերլուծական հնարավորություններ, նաև փորձառության վրա, կարողանան գան հասարակության հետ խոսեն կամ ինչ-որ օբյեկտիվ նաև միտք արտահայտեն։ Հիմա եթե ինձ վերցնեն, ասեն, գիտես, քեզ տանում ենք վիճակագրական ծառայություն հայտնտեսական ցուցանիշների հետ կապված մի հատ դետալներ կա, հիմա ինձ իսկ ես գնամ, ես չգնամ, նույն վիճակն է, չէ՞, լինելու իմ մոտ։ Տիկ, իսկ դու իրանց առաջարկել ես տարբերակ, որ օրինակ ասես, որ դու ունես մեքենա,
բենզինի փող ու կարաս ինքդ տեղ հասնես կազմակերպելը ընդհանրապես պետքա դուռը բացել Դա չի առաջարկել, բայց ուրիշ բան է առաջարկել։ Ես առաջարկել եմ, որ կարամ այդ այցին ներկայանամ 10 հոգանոց խմբով, մարդկանց ովքեր ոլորտի փորձագետ են, նաև ես հետաքրքիր մեկ կարաս ինձ էլ գրանցես Լիկաներ, արդեն 3 հոգի Ես եղավ պատկերացնում եմ ինչ ժողով կհավաքվի։ Այ վերջ, ուզում ասեմ, հնարավորություն կա, բայց 3 ամիս չեն խոսում, հետո ստեղ այնտեղ պատերի տակ են գնում խոսում, որ մենակ ինքն է դիմել, բան sense Բա մենք հո չէին գնալու սրան բերենք, նրան բերենք։ Բա որ դուք մարդկանց գնում եք առաջարկի կանում ինչի՞ եմ վրա։ Ինձ թվում է տեղ ուրիշ բան է տեղ ունեցել, իրանք մտածել են որ ես մերժելու եմ այդ այցը։ Իրանք էլ ելել են ասել, այ որ ինքը ամեն օր խոսում է բանակից, այ ասենք արետես չեկավ տեսնա։ Հույսով են որ դու մերժելու ես։ Դե ես հիմա ես իրանց ֆանտազիային չեմ կարող բանալ։ Հիմա նույն ձևի առաջնագիծն է։ Առաջնագիծ գնում են, մեկը սրանք տեմը չէ, բայց ինքը գալիս է ոնց որ շատ բան է հասկանում, շատ բան է տեղում կարում գնահատի։ Սկսեցին առաջնագիծ գնալա հակել բան, այսինքն որ խոսում են դենքները նայում ես, չէ, sense մի ձևի sense վեհության մեջ sense խոսում են, ասում են, մենք բան են կարել, իրանք չեն գալի, չեն նայում բան։ Հիշում ես պատերազմի ժամանակ, որ Արմեն Աշոտյանին, որը այդ ժամանակ զորակոչված էր որպես բժիշկ, չէին թողում հիվանդանոց մտնի, որ չկարողանա թիվ հաշվի, հաշվետվություն տա մարդկանց։ ու հետո էլ չեն զորացրում միջև դեկտեմբերի վերջ հիշում եմ Բայց դե էլի լավ նշան է, էլի վերջում զորացրել է։ Հիմա կարող է միջև հիմա ծառայելուց էր Աշոտյանը։ Եկի գնանք։ չգիտեմ ինչն էր ավելի վատ Չէ, իրանք որ ինքը գնաց նստեց հետո գնաց նստեց։ թե որ պրոստը չզորացրել Հա, էլի դες պլանավորումը մեջ տենց ա եղել։ Մի քիչ պետք է ծառայե, դա պատերազմը վերջանա 2 ամիս մնա, հետո գաղութ, հետո տնային կալանք, հետո տենց Հետո ընտրությունները կգան կանցնեն, հետո տենանք ինչ են կանում։ Հա, տենանք հələ։